հա ծնողները միշտ անհանգստանում են իրենց երեխաների համար։ Ու նույնիսկ եթե մամաները, պապաները, տատիկները չեք պատկերացնում, զանգում են, լացում են։ Զանգում են, ասում են, լավ, ինչ անեմ, իմ երեխան շատ սիրուն, կրթված։ Այն մարդ նայում ես, մի հատ թերություն չկա այս երեխու վրա, խիչի ամուսնանում, մենք ինչ անենք, մենք գիշերը մամաներս գիշերը չեմ քնում։ Վալերիան կայմ խմում, խելագարվում եմ, ասում չգիտեմ ինչ անեմ, չեն ամուսնանում։ Այ պատճառը այդ աստիճան, որ ամբողջ օր աշխատում է, այդ թեմայից չեն ուզում իրանք ոնց որ այդ թեմայից չեն ուզում խոսան ամուսնության մասին։ Հա, տեխնացուների, հա, ստիպված արդեն մենք մշակել ենք մի հատ նոր պլան, պատյասեք ծնողների հետ, որ իրանք են դիմում իրանց երեխաների փոխարեն, դիմում են մեզ, երեխաների նկարներն են բերում, բայց ես գրանցում եմ միայն այն դեպքում, երբ որ երեխան ծնողի կարծիքը հաշվի առնի։ Մամա ունեինք, որ ինքը ասեց տղաս դասախոս է, բան շատ լավ տղա է, ինքը ընդ որում այդքան աղջիկներ կա դասավանդում է ինքը բան, բայց իր ուզածը չի գտնում։ Ու այդպես ասում եմ, բայց տենց ինքը ամբողջ օր աշխատում է։ Եվ ստիպված մտածեցինք մենք ինչպես անել դա։ Ես հարցրեցի մամայից, ասում եմ, իսկ օրինակ եթե դուք ենթադրենք աղջկա նկարը ներկայացնենք, աղջկա մասին ինֆորմացիա ներկայացնենք։ Կասեք, կուզես այս աղջկա հետ ծանոթանաս։ Ինքը տենց կծանոթանա, ասում հա, ինքը մեծ հաճույքով կգնա ժամադրությանը, բան տենց։ Մենակ ամուսնական գործակալության անունը չտանք։ Ու մենք այդպես տենց էլ արեցինք։